Հիմա մեզ հետաքրքրում է արդեն այս չաշխատած օրերի, ով պետք է վճարի մեզ։ Դա արդեն լուրջ խնդիր է մեր բոլորի համար։ Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն ուղիղ մեկ շաբաթ է չեն աշխատում։ Աշխատակիցներն ըստ էության հարկադիր պարապուրդի մեջ են։ Այսօր Արարատի կոնյակի գինու եւ օղու կոմբինատի աշխատակիցները հավաքվել էին ընկերության կապարակնքված դռան առջև, պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ուղիղ մեկ շաբաթ է մենք այս վիճակում ենք, անորոշ, անհասկանալի, չենք հասկանում ինչ է կատարվում։ Գործարանի հարյուրավոր աշխատակիցներից Գայանե Իսպիրյանը, որն աշխատում է շշալցման արտադրամասում, անցած երկուշաբթի տեղի ունեցած իրադարձություններն իր աչքերով է տեսել։ Առավոտ շուտ իրավապահները եկան ու իրենց թույլ չտվեցին ներս մտնել։ Կինը պնդում է, թող իրավապահները քննություն անցկացնեն առանց ընկերության աշխատանքը դադարեցնելու։ Ամբողջ սպիրտ ա ներսում, դրա վտանգը։ Եթե մարդը մի քիչ գիտակից լինի, կհասկանա, որ սա արդեն իսկ պայթունավտանգ է այս ամենը, այսպես, այս շոկ եղանակին թողնելը։ Ցիստերներ ունենք դրսում բոլորը լիցքավորված սպիրտով, ինչի մասին է խոսքը։ Մնացածն էլ ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, թողնում եմ մեր կառավարության, մեր վարչապետի խղճին, այսքան մարդու այս անհասկանալի վիճակը, գործազրկություն։ Այս ընկերությունում արդեն 20 տարի աշխատող Ժասմենա Վեզիրյանը շուրջ 200,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Ամուսինն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, տանը խնամում են նաեւ իր 90-անց կեսրայրին, իր ու որդու աշխատավարձով։ Վաղը բանկի օրն է, ով է վճարելու մեզ։ Մենք խնդիրներ կունենանք։ Դրա համար խնդրում եմ մեր վարչապետին ուղղակի այս հարցին շուտ լուծում տա։ Մենք ընդհանրապես մեր աշխատանքն ենք ուզում, չգիտեմ, ոչինչ ավել բան չենք ուզում, ողորմություն չենք խնդրում, մենք աշխատենք մեր աշխատավարձով, մեր հարցերը լուծենք։ Աշխատավարձերը թեև մինչ իրավապահների գործողությունները հասցրել են ստանալ, սակայն դեռ գումար պետք է փոխանցեն իրենց։ Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2025-ի տվյալներով 357-րդն է, վճարած շուրջ 1 միլիարդ դրամի հարկերով։ Անցած երկուշաբթի առավոտյան միաժամանակ իրավապահները գնացին ոչ միայն այս, այլև Ծառուկյաններին պատկանող մի շարք այլ ընկերություններ ու կապարակնքեցին դռները։ Multistone ընկերության աշխատակիցներն այսօր նույնպես հավաքվել էին պատասխաններ պահանջելով, երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Չենք աշխատում, դրա պատճառով հիմնարկը չի կարում այդ աշխատավարձն դա, որովհետև փոխանցումով է, արդեր մենք չենք ստանում։ Քարտային փոխանցումով է, որ ոչ մի կոմպյուտեր, ոչ մի հաշվապահություն սաղ փակել են, որտե՞ս է այս մարդը աշխատավարձ։ Չի գործում նաև 2025-ի տվյալներով Հայաստանի 80-րդ ամենամեծ ընկերությունը Փարավոն ռեստորանը, շուրջ 4.5 միլիարդ դրամ վճարած հարկերով։ Այսօր ռեստորանի ու հարևանությամբ գործող Multigrant հյուրանոցի աշխատակիցները նույնպես ակցիա իրականացրին։ Այստեղ նաև հարսանյաց արարողություններ էին ծրագրել։ Ին աշխատակիցները գտնվում են, չգիտեմ, անորոշ վիճակում։ Եթե ամեն մեկս մեր վրա վերցնի, ուղղակի ինչ կաներ, եթե, չգիտեմ, հազարավոր հաճախորդներ զանգ տային, ինչ պետք է պատասխանենք իրենց։ Ամոթանք ենք լսում, չգիտեմ, վիրավորանք նույնպես, ուղղակի շատ ամոթ է, չգիտենք ինչ անենք։ Պահանջը նույնն է։ Վերաբացել ընկերությունները։ Ես հիվանդ թոշակառու եմ, բայց աշխատում եմ ստիպված, որտեղ այդ թոշակով չեմ կարողանա իմ բոլոր դեղերը առնել։ Ես ունեմ ոսկորների խնդիր, որ շատ թանկ դեղ եմ առնում, դրա համար ամեն ամսյա ստանում եմ եւ դրանով ապրում եմ։ Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց, որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսինչ անգոր թողնի։ Համար շատ բաներ արեցինք։ Շատ բան արեցինք մենք իր համար, բայց հետո այս Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը։ Այսօր պետական եկամուտների կոմիտեն Ծառուկյաններին պատկանող գործարանում հարկերից խուսափելու դեպքերի մասին է հայտարարել։ Հարկային մարմինը պնդում է, թե պետությանն ավելի քան 400 միլիոն դրամի վնաս են հասցրել։ Օրինակ առանց անհրաժեշտ փաստաթղթերի ցեմենտ են իրացրել։ Խուսափել են նաև ձեռք բերած դիզելային վառելիքի դիմաց բոլոր անհրաժեշտ հարկերը վճարելուց։ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդումներ է ներկայացրել քննչական կոմիտե։ Ծառուկյաններին պատկանող ընկերությունից դեռ չեն արձագանքել հարկային մարմնի պնդումներին։ Արդեն մեկ շաբաթ է կապարակնքել են նաև Օլիմպիավանի Multi Wellness կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին։ Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի
միջազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը։ Սակայն հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, որոնց Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ անձամբ աջակցել է, արդեն մեկ շաբաթ է լուր են։ Առայժմ կալանավորված գործարարին հրապարակայնորեն աջակցել են միայն Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ուժային եռամարտի ու ուշու գունգֆուի ֆեդերացիաները։ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն օրերս Facebook-յան գրառմամբ պնդեց, թե կրթության նախարարության պաշտոնյաներն ու պաշտպանության նախարարության բանակի կենտրոնական մարզական ակումբի ղեկավարությունը մեջբերեմ աննախադեպ ճնշումներ են գործադրում ֆեդերացիայի ղեկավարների եւ ներկայացուցիչների նկատմամբ, փորձելով արգելել արտահայտել սեփական կարծիքն ու աջակցել Գագիկ Ծառուկյանին։ Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին եւ ճնշումներին։ Մի թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։ 6 ամիս առաջ մարզիկների հետ հերթական հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողքին նստած էին ըմշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ծանրամարտիկներ Ռիփսիմե Խուրշուդյանն ու Վարազդատ Լալայանը։ Դրանք առայժմ լուր են։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք հո ծնողներից, որ տենց աղայատվել, որ կարողանում է հայազգի պատիվը բարձրացնել աշխարհում ապրել։ Կրթության նախարարությունն առայժմ չի արձագանքել օլիմպիական կոմիտեի քարտուղարի հրապարակային պնդումներին։ Ազատությանն էլ հորդորեցին գրավոր դիմել։